Բարև ձեզ։ Հաստատ ձեզ հետ էլ է պատահել, չէ, որ հիվանդ ժամանակ արթնանում եք առավոտյան ու զգում, որ ամբողջովին քրթինքի մեջ եք։ Ու միանգամից մտածում եք, բա սա ինչ է նշանակում։ Դե եկեք այսօր միասին հասկանանք այս շատ տարածված, բայց երբեմն նաև անհանգստացնող երևույթի բուն էությունը։ Դե հենց սա էլ գլխավոր հարցն է, որը երևի բոլորս ենք մեզ տվել։ Արդյոք սա լավ նշան է, թե վատ։ Ինչու է մեր մարմինը հենց այսպես արձագանքում վարակին։ Եկեք պարզենք այս գործընթացի ինչուն, որպեսզի հասկանանք, թե իրականում ինչ է կատարվում մեր օրգանիզմի ներսում։ Որպեսզի հասկանանք, թե ինչ է կատարվում, պետք է սկսենք մեր մարմնի, այսպես ասած, ներքին թերմոստատից։ Պատկերացրեք ձեր տան ջերմաքարքարվորիչը, որը միշտ պահպանում է ճիշտ ջերմաստիճանը։ Դե ձեր մարմինն ունի դրանից շատ ավելի խելացի ու կատարյալ մի տարբերակ։ Ու այդ կառավարման կենտրոնը կոչվում է հիպոթալամուս։ Գիտեք, սա ուղեղի մի փոքրիկ, բայց անասելի հզոր մի հատված է, որը անընդհատ 24 ժամ շարունակ վերահսկում ու կարգավորում է ձեր մարմնի ջերմաստիճանը։ Ու հենց որ դուք հիվանդանում եք, հիպոթալամուսը անմիջապես անցնում է գործի։ Լավ, բա իրականում ոնց է սա ամեն ինչը տեղի ունենում։ Եկեք քայլ առ քայլ նայենք։ Առաջինը, հիպոթալամուսը, զգալով վարակը, միտումնավոր բարձրացնում է մարմնի ջերմաստիճանը։ Սա շատ անբարենպաստ միջավայր է ստեղծում վիրուսների ու բակտերիաների համար։ Հետո, երբ ձեր իմունային համակարգը սկսում է հաղթել պատերազմում, բարձր ջերմության կարիքն էլ չի լինում։ Ուրեմն, հիպոթալամուսը թերմոստատը վերադարձնում է իր նորմալ վիճակին։ Եվ հենց այստեղ էլ սկսվում է ամենահետաքրքիրը։ Որպեսզի արագ իջեցնի ջերմությունը մինչև նոր, ավելի ցածր նիշ, մարմինը սկսում է ինտենսիվ քրտնել։ Քրտինքը գոլորշիանոլով արագ սառեցնում է մեզ։ Այնպես որ, հաջորդ անգամ, երբ առավոտյան արթնանաք ու տեսնեք, որ ամբողջովին քրտինքի մեջ եք, խուճապի մի մատնվեք։ Իրականում սա շատ լավ նշան է։ Սա ձեր մարմնի հաղթանակի ազդանշանն է։ Նա ձեզ ասում է, որ ճակատամարտում հաղթել է, ու հիմա վերականգնման փուլն է սկսվել։ Լավ, հասկացանք, քրտնելը լավ է, բայց եկեք անկեղծ լինենք։ Դա նաև շատ անհարմար է։ Բա ինչ անենք, որ մեզ ավելի լավ զգանք ու անվտանգ լինենք այս ընթացքում։ Այստեղ մի քանի շատ պարզ, բայց ոսկե կանոն կա։ Անպայման շատ հեղուկներ խմեք։ Հագեք թեթև, բնական կտորներից, օրինակ բամբակյա հագուստ, որ մաշ կշնչի։ Կարող եք նաև սառը թռչոցներ դնել ճակատին։ Իսկ ինչ չի կարելի անել։ Երբեք մի փորձեք քրտնելով հանել հիվանդությունը, մի քանի վերմակի տակ մտնելով։ Սա կարող է վտանգավոր լինել։ Նաև խուսափեք սառցելողանքներից։ Դրանք կարող են դող առաջացնել, ինչն իրականում կրկին կբարձրացնի ջերմությունը։ Բայց այս ամենի մեջ, եթե կա մի բան, որ ամենաամենակարևորն է, դա հիդրատացիան է։ Գիտեք, քրտնելիս մենք կորցնում ենք ոչ միայն ջուր, այլև էլեկտրոլիտներ, կարևոր հանքանյութեր, որոնք մեր օրգանիզմին օդի պես անհրաժեշտ են։ Բավարար քանակով հեղուկ խմելը ոչ միայն կանխում է ջրազրկումը, այլև օգնում է ավելի արագ ապաքինվել։ Ինչ խմել։ Ջուր, ոչ շատ քաղցր թեյ, արգանակներ կամ հատուկ ռեհիդրատացիոն լուծույթներ։ Հիմա եկեք անդրադառնանք մի քանի շատ տարածված առասպելների ու համեմատենք դրանք այն մեթոդների հետ, որոնք իսկապես ապացուցված են ու օգնում են թեթևացնել ախտանշանները։ Հաստատ լսել եք, չէ՞, վիտամին C-ի ու գլյուկոզայի կաթիլայինների մասին, որ իբր թե օգնում են։ Իրականում ոչ մի գիտական ապացույց չկա, որ դրանք իջեցնում են ջերմությունը կամ որևէ կերպ ազդում են հիպոթալամուսի վրա։ Դրա փոխարեն կան շատ ավելի պարզ ապացուցված ու մատչելի միջոցներ։ Խոսքը ացետամինոֆենի, այսինքն պարացետամոլի կամ իբուպրոֆենի մասին է։ Սրանք հենց այն դեռերն են, որոնք իջեցնում են ջերմությունը եւ թեթևացնում մկանային ցավերը։ Բա ինչու են ոմանք ասում, թե կաթիլայինից հետո իրենց լավ են զգում։ Պատասխանը շատ պարզ է։ Այդ զգացողությունը գրեթե միշտ գալիս է ոչ թե վիտամիններից, այլ հենց հեղուկից, որը վերացնում է թեթև ջերազրկումը։ Այսինքն նույն արդյունքին կարելի է հասնել շատ ավելի հեշտ ու անվտանգ, պարզապես բավարար քանակով հեղուկ խմելով։ Լավ, քրտնելը լավ նշան է, բայց միշտ չէ, որ ամեն ինչ այդքան պարզ է։ Կան իրավիճակներ, երբ ուղղակի պարտավոր ենք զգոն լինել ու դիմել բժշկի։ Եկեք տեսնենք, թե որոնք են այդ կարմիր դրոշակները։ Խնդրում եմ, հիշեք այս թիվը 39.4 աստիճան։ Եթե ձեր ջերմությունը հասնում է այս նշագծին կամ ավելի բարձր է ու դեղերով չի իջնում, ուրեմն ժամանակն է զանգահարել ձեր բժշկին։ Բացի բարձր ջերմությունից, կան նաև ուրիշ նշաններ, որոնց պետք է շատ ուշադիր լինենք։ Օրինակ, ջրազրկման ակնհայտ նշաններ, ինչպես մուգ գույնի մեզը կամ գլխապտույտը։ Եթե քրտնարտադրությունը շատ առատ է ու շարունակվում է մի քանի օր անընդմեջ, կամ եթե գիշերային քրտնարտադրությունը շարունակվում է նույնիսկ հիվանդությունից հետո, եւ իհարկե այնպիսի լուրջ ախտանշաններ, ինչպեսիք են շնչահեղձությունը, ուժեղ գլխացավը կամ շփոթվածությունը, անհապաղ բժշկական օգնության դիմելու ազդանշաններ են։ Դե ինչ, եկեք ամփոփենք ու հասկանանք, թե որն էր այսօրվա մեր զրույցի գլխավոր ասելիքը։ Ամենակարևոր բանը, որ ուզում եմ հիշեք, սա է.
Ձեր քրտինքը ձեր թշնամին չէ, ընդհակառակը, դա ձեր մարմնի ամենախելացի ու արդյունավետ գործիքներից մեկն է իրեն բուժելու համար։ Ընդունեք այն ոչ թե որպես խնդիր, այլ որպես ապաքինման գործընթացի անբաժանելի դրական մաս։ Ի վերջո, մեր մարմինը անընդհատ մեզ հետ խոսում է։ Ջերմությունը, քրտինքը, նույնիսկ դողը, դրանք բոլորը հաղորդագրություններ են, որոնք նա մեզ ուղարկում է։ Հարցը մեկն է. արդյոք մենք լսում ենք նրան։